Այնուամենայնիվ այս մարդիկ իրականում մեղք են, որովհետև մաշվել, վերացել, ոչնչացել են, իրանց մնում է մենակ այդ սուտ ապատեղեկատվություն տարածելով, սուտ խոսելով եւ այլն, եւ այս խաղաղության օրակարգը տորպեդահարելով փորձել ինչ-որ քաղաքական դիվիդենդ շահել, ինչը իրականում տեսնում եք ինչպես մի վայրկյան հետո կոտրվում է։ Այս կարող եմ ասել իրականում օրակարգ չունենալու արդյունքում է այս ամեն ինչը տարածվում այսօր Հայաստանում, որովհետև այլ բանից չեն կարողանում խոսալ, որովհետև իրենք ոչ որևէ ձևով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես որպես բացարձակ արժեք երբևէ ընդունել են, որպես ընտրող երբևէ ընդունել են կամ թույլ են տվել, որ մարդը իր ընտրությամբ իր կամքը արտահայտի, որևէ ձև չեն առնչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, եւ ես կարող եմ հստակ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ իշխանություն այս կապը լիարժեք կայացած է եւ մենք անընդհատ երկխոսություն ունեցող մեր քաղաքացիների հետ, մեր քաղաքացիները գիտեն ցանկացած հարցի դեպքում որ ուժին են դիմում, ցանկացած խնդրի դեպքում որ ուժի մոտ են խոսում, հստակ իմանալով, որ իրենց ցանկացած խնդիր հասցեագրվում եւ լուծում է ստանում։ Սա է այն ուժը ու հզորությունը, որ մենք այսօր ունենք մեր քաղաքացիների շրջանում, ինչքան էլ փորձեն այդ կապը խզող խոսույթներ զարգացնեն։